Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես վաղը օգոստոսի 7-ին ժամը 16:00-ին դատելու են ամենայն հայոց կաթողիկոսին։ Իհարկե դատել ասելով նկատի չունեմ, որ վեհափառ հայրապետին ձերբակալելու են կամ կալանավորելու։ Սակայն միայն այն փաստը, որ վեհափառ հայրապետի դեմ հարուցված է քրեական գործ, արդեն իսկ խայտառակություն է, ասեմ ավելին, ողբերգություն։ Ինչպես հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը, վեհափառ հայրապետը գնալու է դատարան։ Իդեպ քրեական գործ հարուցված չէ միայն նրա նկատմամբ։ Վաղը դատարան են գնալու նաև, ես հիմա կարդամ անուն ազգանունները, հարգելի հետևորդներ, նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մակար եպիսկոպոս Հակոբյանը և Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Իսկ ինչումն են մեղադրվում, հարգելի հետևորդներ, վեհափառը և մեր մյուս հոգևորականները։ Հիշեցնենք, որ ժամանակին կար Գևորգ եպիսկոպոս Սարոյան անունով հոգևորական, որը հանդիսանում էր Մասացյոտնի թեմի առաջնորդը։ Եվ ահա Գևորգ Սարոյանը, որը այսօր Արման Սարոյանն էր, միացավ Նիկոլ Փաշինյանի պահանջով 10 տիրադավներին, որոնք պահանջում էին վեհափառին ուղարկել հանգստի։ Ինչից հետո Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կարգալույծ արվեց և մեր աշխարհիկ բառապաշարով ասած պաշտոնանկ արվեց, հեռացվեց Մասացյոտնի թեմի առաջնորդի պաշտոնից։ Եվ Արման Սարոյանը, այդուհետ իհարկե Արման Սարոյանը չհամակերպվելով այդ մտքի հետ, դիմեց դատարան պահանջելով, որպեսզի վերականգնեն իր հոգևոր կոչումն ու հոգևոր ծառայությունը և վերականգնեն այն պաշտոնը, որը նա զբաղեցրել էր մինչ այդ։ Հարգելի հետևորդներ, սա աննախադեպ երևույթ է։ Սա նաև սահմանադրության ոտնահարում է։ Սահմանադրորեն եկեղեցին և պետությունը անջատված են, և պետությունը իրավունք չունի միջամտել ու խառնվել եկեղեցու ներքին գործերին։ Նայեք ինչ խայտառակ իրավիճակ է ստեղծվում։ Փաստորեն աշխարհիկ դատարանն է որոշում, թե ով պետք է կարգալույծ արվի, ով ոչ, ով պետք է նշանակվի այս կամ այն թեմի առաջնորդ, ով ոչ։ Նման բան երբևէ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ տեղի չէր ունեցել։ Հարգելի հետևորդներ, մեր պատմության վերջին տարիներին, իհարկե վերջին տարիներ ասելով նկատի չունեմ 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի հռչակած այդ չակերտավոր նոր Հայաստանը։ Առհասարակ նկատի ունեմ հայոց պատմության էջերը։ Հայ առաքելական եկեղեցու դեմ վերջին անգամ հարձակվել էին բոլշևիկները։ Վեհափառի դեմ վերջին անգամ հարձակվել էին բոլշևիկները։ Եվ ըստ լուրերի 1938 թվականին Խորեն Ա. Մուրադբեկյան կաթողիկոսը ԿԳԲ-ի կողմից խեղդամահ արվեց իր բնակարանում։ Իհարկե փոխվել են ժամանակները, փոխվել է նաև գործիքակազմը և դեռևս, փառք Աստծո, դեռևս որևէ մեկը իր բնակարանում խեղդամահ չի արվել։ Սակայն ինչ տարբերություն երևույթի մեջ, երբ երկուսն էլ հարձակում են գործում հայ առաքելական եկեղեցու դեմ, երբ երկուսն էլ հարձակում են գործում վեհափառ հայրապետի դեմ։ Իդեպ, այն որ ասվում է կուսակրոնության ուխտի խախտում և այլն, այդ ամենը տխմարաբանություն է։ Հիշեցնենք, հարգելի հետևորդներ, թե երբ սկսեց ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարձակումը։ Այն բանից հետո, երբ Փաշազադեն հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին և ամենայն հայոց կաթողիկոսը խոչընդոտում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական կնքմանը։ Եվ այդ մասին նա հայտարարեց այն բանից հետո, երբ վեհափառ հայրապետը խոսեց Արցախից և արցախցիներից։ Եվ ահա
Փաշազադեի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը միանգամից անցավ գրոհի, միանգամից ինչ-որ մեջ բերեց ուխտակրոնության ուխտի խախտում եւ այլն եւ հայտարարեց, որ վեհապար Հայրապետը, քանի որ խախտել է ուխտը, իրավունք չունի լինել ամենայն հայոց կաթողիկոսը եւ տեղի ունեցավ հրաշքը։ Պարզվեց բոլոր ԿՊԱ-ականները դեմ են ամենայն հայոց կաթողիկոսին։ Պարզվեց, որ բոլոր ԿՊԱ-ականները դատապարտում են այն երևույթը, ինչում որ Նիկոլ Փաշինյանն է մեղադրում վեհապար Հայրապետին եւ բոլորով մեկտեղ սկսեցին պահանջել վեհապարի հանգստի գնալը։ Ավելին, հայտնվեցին այս օրերին արդեն, հայտնվեցին նորաթուխ ԿՊԱ-ականներ, որոնք որ պարզվեց միշտ են մերժել վեհապար Հայրապետին, այսինքն փորձում են լինել ավելի Նիկոլ Փաշինյան կամ քան հենց Նիկոլ Փաշինյանն է։ Նորաթուխ ԿՊԱ-ականներ, ես ձեզ հորդորում եմ ձեզ չդնել խղճուկ ողորմելի ու ծիծաղելի վիճակի մեջ, որովհետև վեհապարին միշտ չի մերժել նույնիսկ Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար դուք չեք կարող վեհապարին մերժել նախքան նա, բայց լավ, ենթադրենք տեսականորեն պատկերացնենք, որ դուք միշտ եք դեմ եղել, ապա ուր եք դուք առհասարակ այս տարիների ընթացքում։ Լավ, դուք հասուն մարդ եք, չափահաս մարդ եք, ի վերջո պատգամավոր եք նաև, լավ, դուք երբևէ չեք ունեցել ձեր սեփական միտքը, ձեր սեփական կարծիքը, երբևէ չեք կարողացել ինչ-որ ինքնուրույն մի հոդաբաշխ նախադասություն ասել, ինչ-որ մոտեցում ցուցաբերել, որը միայն ձերն է։ Մինչև Փաշազադեի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ամենայն հայոց կաթողիկոսի հետ, հանդիպում էր Գարեգին II-ի հետ։ Բա լավ, որ դուք միշտ եք դեմ եղել, այն ժամանակ վեր կենայեք հայտարարեք, որ ես դեմ եմ վեհապարին, որ ես դեմ եմ ամենայն հայոց կաթողիկոսին եւ չեմ ճանաչում Գարեգին II անունով կաթողիկոս։ Իդեպ, մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանը նման արտահայտություն իրեն թույլ չէր տալիս։ Նա պարզապես ասում էր վեհապարը պետք է հեռանա, պետք է կոչվի հանգստի։ Եվ դուք նույնպես կրկնում եք այդ նույն մոտեցումը։ Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ինքը Գարեգին II անունով կաթողիկոս չի ճանաչում, հենց այդ նույն օրը դուք մի մարդու պես սկսեցիք կրկնել, որ դուք նույնպես նման անունով կաթողիկոս չեք ճանաչում։ Դուք նույնպես ձեր կուսակցապետից օրինակ վերցնելով վեհապարին կոչեցիք ավազանի անունով։ Այսինքն դուք կեղծում եք ու ստում, դուք երբեք վեհապարին դեմ չեք եղել, դուք վեհապարին դեմ եղաք այն օրը, երբ դեմ եղավ Նիկոլ Փաշինյանը։ Բայց արձանագրենք մի կարևոր հանգամանք, որը դուք ինքներդ շատ լավ գիտակցում եք, բայց երբևէ չեք խոստովանելու։ Եթե հանկարծ ինչ-որ մի շրջադարձ տեղի ունենա, եւ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի իր գրոհը եկեղեցու եւ վեհապարի դեմ, եւ ձեզ կարգադրի համբուրել վեհապարի աչը, ապա հենց վաղը Մայր Աթոռի բակում հերթեր են գոյանալու։ Առաջինը դուք եք լինելու, որպեսզի այդ հերթերում խցկվեք ծնկաչոք ընդ որում համբուրելու համար վեհապար Հայրապետի ձեռքը։ Դուք այլևս կմոռանաք, որ նրան դեռևս մի քանի օր առաջ կոչում եք ավազանի անունով եւ կսկսեք մեծարել այնպես, ինչպես մեծարում եք նախկինում։ Վերջապես ամոթ է, հասուն մարդիկ եք։ Ի վերջո ունեք ընտանիքներ, երեխաներ, ինչ եք պատասխանելու ձեր երեխաներին, որ դուք այնում եք այն ամենը, որը կարգադրում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց լավ, ինչևէ մի պահ կտրվենք ԿՊԱ-ականներից, որովհետև ես իրոք խղճում եմ այդ մարդկանց։ Խղճում եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանի հրամանով մտել են մի ծանր բեռի տակ։ Իդեպ առիթից օգտվելով ուզում եմ կոչ անել նաև նորաթուխ ԿՊԱ-ականներին։ Մի հետևեք ձեր հին գործընկերներին։ Նրանք արդեն թաթախվել են այդ պատմության մեջ, դուք մի թաթախվեք։ Ձեզնից շատերը դեռևս երիտասարդ եք, դեռևս կյանք ունեք ապրելու, ոչ ոք հավերժ չէ, ոչ ոք, հավերժ չէ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ դուք, ոչ ես, ոչ մեկս հավերժ չի։ Հավերժ չի նաև Գարեգին II-ը,
անպայման գալու է մի օր, որ մենք ունենանք նոր կաթողիկոս։ Հետևաբար մի մտեք այդ բեռի տակ, որովհետև բոլորս անցողիկ ենք եկեղեցին հավերժ։ Եկեղեցին այն արժեքն է, որի վրա հիմնված է եղել մեր ազգային ինքնությունը, մեր պետությունը։ Խնդիրը այստեղ կուսակրոնության ուխտի խախտումը չէ, ինչպես Նիկոլ Փաշինյանը փորձում է ձեզ խաբել կամ ինչպես ինքներդ ձեզ եք հավատացրել։ Խնդիրը հարձակումն է մեր ազգայինի վրա։ Խարխլելով հայ առաքելական եկեղեցու հիմքերը, փորձ է արվում խարխլել նաև մեր պետականության հիմքերը։ Փորձ է արվում օտարել մեզնից մեր պատմական հիշողությունը։ Գաղտնիք չէ, որ ցավալիորեն մենք ժամանակ առ ժամանակ կորցրել ենք մեր պետականությունը։ Եվ ահա այդ ժամանակներում հենց եկեղեցին է ստանձնել ոչ միայն ազգային ինքնության պահպանման դերը ու փոխանցել սերնդեսերունդ, այլ նաև ստանձնել է քաղաքական առաջնորդությունը, պահպանելով վաղը կամ մյուս օրը կրկին պետություն ունենալու հնարավորությունը։ Եվ հենց դա է իրական նպատակը այսօրվա վարվող քաղաքականության։ Թուլացնելով եկեղեցին փորձ է արվում թուլացնել մեր պետականության հիմքերը։ Ու մի մտեք այդ պատմական ծանր բեռի տակ, որովհետև դա խարան է լինելու յուրաքանչյուրի ճակատին, ով դեմ է դուրս գալու հայ առաքելական եկեղեցուն, չունենալով կամ լավ այսպես ձևակերպեմ, ունենալով թույլ եկեղեցի, մենք ունենալու ենք թույլ պետություն, ունենալով թույլ եկեղեցի, մենք ունենալու ենք ազգային ոչ կայուն արժեքներ, ունենալով թույլ եկեղեցի, մենք զրկվելու ենք պատմական հիշողությունից։ Հավատացեք, սուտ է նաև այն, որ եկեղեցին դեմ է դուրս եկել քաղաքական իշխանությանը։ Եկեղեցին երբեք քաղաքականությամբ չի զբաղվել։ Եկեղեցին պարզապես միշտ սատար է կանգնել իր պետությանը, իր ժողովրդին, իր հայրենիքին ու իր ազգային արժեքներին։ Այդ ոմանք են շեղվել այդ ճշմարիտ ուղուց։ Հետևաբար շեղվելով ճշմարիտ ուղուց, հենց իրենք են դեմ դուրս եկել եկեղեցուն։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։